Բարև ընկերներ, Արմավիրի մարզպետը անցել է քաղաքական վենդետաների։ Ձեր ակտիվությունը վախեցնում է թալանչիներին, իսկ պատկան մարմիններին ստիպում է աշխատել։ Խնդրում եմ հավանել եւ կիսվել տեսանյութով։ Շնորհակալ եմ ձեզանից, որ չեք հայհոյում, չեք վիրավորում։ Հիշեք ընկերներ, հայհոյում են միայն թույլ մարդիկ, ովքեր ունակ չեն իրենց հարցերը լուծել խելքով։ Վստահեցնում եմ, որ մեր համատեղ ջանքերը տալիս են իրենց արդյունքները։ Գիտեք ինչու, որովհետև մենք միասին ավելի ուժեղ ենք, քան շատ սուտ քաղաքական կերպարներ։ Մենք դեմ ենք թալանին, մենք դեմ ենք վիրավորանքին եւ բռնությանը։ Ինչպես եւ ասացի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ում Արմավիրում շատերը կոչում են Չոփ, անցել է քաղաքական հաշվեհարդարի։ Պարզվում է մարտի 30-ին մարզպետ Խաչատրյանը խզում է 2021 թվականին կնքված պայմանագիրը Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանի հետ։ Այսինքն ազատում է զբաղեցրած պաշտոնից։ Իսկ պայմանագրի լուծարման հիմքը նշված է Կարինե Սմբատյանի նկատմամբ վստահության կորցնելը։ Հիշում եք ընկերներ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը հայտարարում էր, որ Հայաստանում այլևս քաղաքական հայացքների համար որևէ մեկը չի ենթարկվելու հետապնդման։ Սակայն պարզվում է, որ այդ հայտարարությունը հերթական պոպուլիստական եւ ստահոդ հայտարարությունն էր, քանի որ վերոնշյալ դպրոցի տնօրենը իրականում ազատվել է պաշտոնից այլ քաղաքական հայացքներ ունենալու պատճառով։ Արմավիրի մարզից բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնցից շատերում կա դժգոհություն նաև փոխմարզպետ Արամ Գրիգորյանից։ Ըստ արմավիրցիների, փոխմարզպետը հրահանգել է, որպեսզի գաղտնալսեն դպրոցի տնօրեններին, իմանալ ով է վատ արտահայտվում իշխող քաղաքական ուժի նկատմամբ։ Ըստ օդում կախված լուրերի, սույն փոխմարզպետը ընկերական հարաբերություններ ունի նաև մարզպետի հետ եւ հանդիսանում է մարզպետի եղբայրո Սանիկը։ Իդեպ նույն լուրերի մարզպետի եղբայրը գտնվում է Ֆրանսիայում եւ զբաղված է անօրինական գործերով։ Պարոն Արամ Գրիգորյան, վստահ եմ տեսանյութից հետո փորձելու եք ձեր կապերը օգտագործել, որպեսզի իմանաք ով եմ ես։ Բայց ցավով պետք է արձանագրեմ, որ ձեր մոտ ոչինչ չի ստացվելու, եւ այդ դեպքում ստիպված կլինեմ բարձրաձայնել նաեւ ձեր այդ գաղտնի կապերի մասին եւս։ Ավելի լավ կլինի հրապարակային մեկնաբանեք տարածվող լուրերը։ Օրինակ եղել է նման դեպք, երբ ձեր թաղեցիներին լավություն եք արել, դպրոցի վթարային մուտքը փակելով այդ տարածքը տվել եք ձեր հարևանին, իհարկե ձեր կապերը օգտագործելով։ Կամ կմեկնաբանեք այն լուրերը, որ դուք գումարով դպրոցի տնօրեններ եք նշանակում։ Ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես ստանում եմ նաև տեղեկություններ ընդդիմադիր բևեռում ծվարած անձանց մասին, ովքեր ընտրություններին ընդառաջ մարդկանց գումարներ են խոստանում։ Հիմա ակտիվ աշխատանքներ ենք տանում դրանց բացահայտման ուղղությամբ։ Փաստերի առկայության դեպքում անպայման բարձրաձայնելու եմ, չկասկածեք։ Իմ համար բոլորը նույնն են եւ բոլորի ապօրինությունները պետք է բարձրաձայնել։ Ընկերներ, երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հրապարակել էր ցուցակ, թե ովքեր էին նախկին հանրապետական պաշտոնյաները սատարում Տաշիրի Սամվել Կարապետյանի ուժին։ Իհարկե իմ տեսանյութից մեկում ես հարցեր էի ուղղել հենց Նարեկ Կարապետյանին, ով տեսնելով տեսանյութը այդպես էլ չպատասխանեց, սակայն հիմա խոսքը այլնի մասին է։ Կոչ եմ անում նույն թերթին, որպեսզի հրապարակի նաև ԿՊ-ին սատարող նախկին ռեժիմների տասովչիկների անունները, որոնց թիվը ավելին է, քան իրենց հրապարակածը։ Այսօր ցանկանում էի նաև խոսել Էդմոն Մարուքյանի գաղտնի հանդիպումների մասին, սակայն դա կանեմ առաջիկայում։ Շնորհակալ եմ համբերատար լսելու եւ վստահության համար։ Հարգանքներով, ձեր Հայը։